Ինչ է տեղի ունեցել։ Հայկական մեդիան հաղորդեց ընտրակաշառքի նոր գործի մասին, կապված ուժեղ Հայաստան դաշինքի կողմնակիցների հետ։ Կարևոր դետալը սա է. ըստ քննության, վճարումները քողարկելու համար օգտագործվել են ռուսական բանկային քարտեր։ Ոչ ծրար գյուղի բակում, ոչ բարեկամական լավություն, բանկային քարտեր, վճարային համակարգ, կեղտոտ ընտրական փողը ավելի մաքուր տեսքով շարժելու ձև։ Հետո գալիս է երկրորդ մասը՝ խուճապը։ Մարդիկ լսում են խոսակցություններ կանաչ մարդուկների մասին, Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին, այն մասին, թե ինչ կարող է լինել, եթե ընտրության արդյունքը Մոսկվային հարմար չլինի։ Այսպես է կառուցվում ճնշումը։ Մի ձեռքը փող է առաջարկում, մյուս ձեռքը վախ է տարածում։ Ինչու է սա կարևոր։ Որովհետև գնված ձայնը միայն մեկ ապօրինի վճարում չէ։ Դա պետության ապագա որոշումները գնելու փորձ է։ Վախն էլ նույն գործն է անում, առանց կանխիկ փողի։ Ասում է՝ մի ընտրիր, պարզապես փրկվիր։ Ռիսկը պարզ է։ Եթե ընտրությունը որոշվում է ռուսական քարտերով և ռազմական լուրերով, Հայաստանի քվեն դադարում է հայկական լինել։ Հունիսի 7-ը ձայնը վաճառելու կամ խուճապին հանձնելու օր չէ։ Գնացեք քվեարկելու։ Ընտրատեղամաս տարեք ձեր որոշումը, ոչ թե նրանց փողն ու նրանց վախը։